Նույնիսկ բժիշկներն էին զարմացել, թե ինչպես դա տեղի ունեցավ, որովհետև հիվանդությունը եղել էր անբուժելի։ Պատմությունները 1-2 չեն՝ բժշկություն, անկատարիխ ձեր եւ փրկության ճանապարհ։ Մեկ բառով Շուրիշկանի ավետարան։ Միջնադարյան Գանձարանի բացառիկ նմուշը հանվել է մեկամսյա ցուցադրության Մատենադարանում։ Խնդրակատարը այստեղ հանգրվանել է 1973-ին։ Հրաշագործ ավետարանի ոտքն են գալիս աշխարհի 4 ծագերից։ Գալիս են եւ միանգամից հարցնում են, իսկ ուր է Շուրիշկանի ավետարանը։ Մի քանի դար ապրած ու հազարավոր խնդրանքներ լսած ավետարանը գրվել է Վանի Ասպիսնակ գյուղում 1603-1604 թվականների հայերի գաղթի ժամանակ Պարսկաստան է տեղափոխվում նաև Շուրիշկանը, կոչվորների հարձակումներից պաշտպանելու համար հայերը այն թաղում են Սուրբ Վարսեղ Կեսարացի վանքի բակում։ Որոշ ժամանակ անց հողատակ թաքստոցից աղբյուր է բխում, տարածքը վերածվում է լճակի, ձեռագիրը մնում ջրի տակ, Սուրբ Գիրքը դուրս է բերվում միայն 7 տարի անց, անվնաս։ Նոր Ջուղայում, երբ համաճարակ է եղել, ժանտախտ է եղել, այդ ժամանակ էլ Շուրիշկանի ավետարանն է օգնել, որ մարդիկ բուժվեն։ Ձեռագրերի մայր պահոցու մուխտավորների պակաս այսօր էլ չկա, ավետարանի հետևից են գալիս նաև ասելու շնորհակալություն։ Մի կին, ով բուժվել է շատ վատ հիվանդությունից, իր հետ բերել էր ձեռագործ մի խաչ եւ մենք այդպես որոշ ժամանակ Շուրիշկանի ավետարանի մոտ հենց ցուցադրում էինք։ Ձեռագրի զորությանը հավատում են անգամ այլադավանները Շուրիշկանում եւ հարակից յուղերում, որտեղ վաղուց հայեր չեն ապրում, տեղաբնակ պարսիկները խոսքը հաստատելու համար վկայակոչում են Սուրբ Գիրքը։ Պարսից շահերը հատուկ հրամանագրեր են գրել, որ այդ ձեռագիրը հանկարծ չոչնչացվի, այդ ձեռագիրը հատուկ պահպանության տակ լինի։ 15-րդ դարի ավետարանը հայտնի է նաև Պապ Կարմիր Սուրբ Վարսեղ Կեսարացի անուններով։ Այն կցուցադրվի մինչև ապրիլի 10-ը։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։